Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը եւ հայկական երկու հանրապետությունների վարչապետերը հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի ազատության համար նահատակված ուսանողների հիշատակին։ Այնուհետև խստապահանջ լսարանի առջև դասախոսությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով միանգամից հավելեց, որ հանդես չի գալու կառավարության ղեկավարի դիրքից, այլ գիտնականի, ով պետության վախճանը թե վերածնունդը թեմայի շուրջ երկար ուսումնասիրություն է կատարել։ Ելույթի թեմայի գաղափարը Շավարժ Քոչարյանինն է, ով առաջարկել է Տիգրան Սարգսյանին ելույթ ունենալ ապագա քաղաքական գործիչների առջև։ Մեթոդաբանական զեկույցը քննարկումներ է մի շարք հարցերի շուրջ, որոնք չունեն միանշանակ պատասխաններ, մանավանդ ժամանակակից հարաբերփոխ աշխարհում։ Պետությունը, կառավարման ձևերը, դրանց հենքային կառուցվածքը, ինքնակազմակերպման ձևերը, վարքագծային կանոնները անընդհատ որակական փոփոխություններ են կրում տարբեր հասարակություններում, եւ այսօր մեր աչքի առջև ձևավորվում են հետինդուստրիալ հասարակության սաղմերը, եւ մենք բոլորս վկան ենք անցումային փոփոխության։ Ակնհայտ է, որ ապագան պոստինդուստրիալ հասարակությանն է։ Եթե ինդուստրիալ հասարակությունում իշխանության դրսևորման ձևը ուժն է, հասարակության ինքնակազմակերպման կարևորագույն հատկանիշ հարստությունը, իսկ շարժիչ ուժը փողը, ապա հետինդուստրիալ հասարակության մեջ առաջնայինը գիտելիքն է։ 21-րդ դարը լինելու է ոչ թե ազգերի, այլ քաղաքակրթության պայքարի թատերաբեմ։ Ամենամեծ հարստությունը դա գիտելիքն է։ Եվ բիզնեսն է դա հասկանում է ցանկացած անդամ հասարակության, որ հաջողության հասնելու գաղտնիքը գիտելիքի մեջ է։ Եթե դու կստեղծես նոր գիտելիք, դու կտիրես աշխարհին։ Եվ որևէ մեկը չի կարող ուժով կամ փոխով սահմանափակել գերիշխումը գիտելիքի։ Ըստ բանախոսի, հասարակության ինքնակազմակերպման համար կարևոր նշանակություն ունեն ոչ թե գործարանները, այլ այն հաստատությունները, որոնք արտադրում են գիտելիք, իսկ դրանք համալսարաններն են։ Համալսարանների շուրջ ձևավորվում են Միացյալ Նահանգներում ենթակառուցվածքներ։ Համալսարանները սերտորեն կապվում են լաբորատորիաների հետ, որտեղ կատարվում են ուսումնասիրություններ։ Համալսարաններում կուտակվում է գիտելիքը եւ հիմնական գիտելիքը ստեղծվում է համալսարաններում։ Պոստինդուստրիալ հասարակությունում հենքային գործունեությունը մտագործունեությունն է եւ այստեղ է, որ հարց է առաջանում, թե պետությունը ինչպես է տեսնում այդ ոլորտի ապագան։ Պետության համար մեկ խնդիրը դառնում է էական ուշադրություն դարձնել կրթության վրա, կրթական համակարգի վրա, ցկյանս կրթության վրա, որովհետեւ պոստինդուստրիալ հասարակությունում մարդը մշտապես գտնվելու է ուսուցման, սովորելու գործընթացի մեջ։ Այդ տեսանկյունից պետք է նաև շատ լավ գիտակցել, որ գիտելիքը եւս արագ հնանում է։ Եվ այս գիտակցությունը առաջի հերթին անհրաժեշտ է մեր բուհերում, մեր դասախոսներին, որովհետև այն ինչ որ նրանք այսօր դասավանդում են, վաղը արդեն լինելու է շատ հին։ Եվ դա նշանակում է, որ մենք ինքներս դասավանդելով բուհերում մշտապես պետք է սովորենք։ Միաժամանակ չպետք է սահմանափակվել միայն գիտելիք հաղորդելով, ասում է բանախոսը, այլ մտածելու կարողությունը, որպեսզի մեր ուսանողները կարողանան ինքնուրույնաբար մտածել, ինքնուրույնաբար աշխատել ահռելի մեծ ծավալի տեղեկատվության հետ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նաև Հայաստանի տեսլականը եվրոինտեգրման գործընթացներում, որքան էլ մենք ձգտենք դրան, այնուամենայնիվ հայ ժողովուրդը նախապատվությունը տալիս է Եվրամիության միասնական հարաբերություններից դուրս ինքնուրույն անկախ հարաբերություններ ունենալուն, մասնավորապես Ռուսաստանի, հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք դիտարկում ենք, որ հայ ժողովուրդը ավելի մեծ պոտենցիալ կարող է ունենալ, եթե ինքը իրեն դիտարկի որպես առանձին լոկալ քաղաքակրթություն եւ օգտվի ցանցային ինքնակազմակերպման գործիքներից։ Եվ ժամանակակից աշխարհը մեզ բացառիկ հնարավորություն է տալիս մեր ազգի պոտենցիալը ավելի լավ օգտագործել։ Իսկ ինչ վերաբերում է հարևան Թուրքիային, ապա ըստ բանախոսի նա չի կարող լինել եվրոպական քաղաքակրթության մաս։ Անկախ իր ձգտումներից նա չի կարող լինել Եվրամիության լիիրավ անդամ, քանի որ դիմադրությունը հենց Եվրոպայի ներսից է։ Քաղաքակրթական տեսակետից կա հասարակության մեջ ընդվզում, որ թուրքական քաղաքակրթությունը անհամադրելի է եվրոպական քաղաքակրթության հետ, ինչքան էլ որ նրանք փորձեն կյանքի ինքնակազմակերպման մեջ դնեն եվրոպական ստանդարտներ եւ չափանիշներ։ Վերջում բանախոսի զեկույցից տպավորված ելույթներ հնչեցին, ուղղվեցին նաև հարցեր, իսկ օրվա անակնկալը համենայն դեպս վարչապետ Տիգրան Սարգսյանի համար այն էր, որ իրեն շնորհվեց Արցախի մայր բուհի պատվավոր դոկտորի կոչում։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել եւ ասեմ ձեզ, որ իրականում սա պարտավորեցնող է, եւ սա նշանակում է, որ ես
ավելի մեծ եռանդով պետք է համագործակցեմ ձեզ հետ, ավելի հաճախ հանդիպեմ, ավելի հաճախ հանդես գամ դասախոսություններով։ Գոհար Ռուստամյան, Երուժան Հարապետյան, օր։